Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Քաղաքում լարված իրավիճակ էր, ոչ երգ կար, ոչ ծիծաղ, բոլորը վախեցած էին։ Հուսով եմ, որ շուտով կավարտվի այս սարսափելի պատերազմը։ Արդյոք Սավուխ թագավորը կհաղթի թշնամուն։ Ամրոցի պատի վրայի պահապաններն առաջինն էին, որ տեսան փախչողներին։ Նա նորությունը առաջնագիծ տարավ, բոլորը հասկանում էին նրա դեմքից, որ լավ լուր չի բերել։ Թշնամին ներխուժել է դեպի մեր առաջնային գծեր։ Սավուխ թագավորը եւ արքայազն Հովնաթանը սպանված են։ Փախեք, փրկեք ձեր կյանքերը։ Բոլորը խուճապի մեջ էին եւ շատերը փախան քաղաքից։ Սարսափելի օր էր, հատկապես Մեմփիփոստեի համար։ Չնայած որ նա ընդամենը 5 տարեկան էր, ամեն բան լավ հասկանում էր։ Նրա հայրը, Հովնաթան թագավորը, մահացել էր։ Նրա հայրն այլևս չէր գնալու տուն եւ իր ձեռքերի մեջ չէր պահելու իրեն։ Նրա հայրն այլևս իրեն նետով ու աղեղով որսի չէր տանելու ու պատմություններ չէր պատմելու։ Մեմփիփոստեն լաց էր լինում։ Նրան խնամում էր դայակը։ Մեմփիփոստե, արի, մենք պետք է հեռանանք այստեղից, այլևս ժամանակ չունենք կորցնելու։ Նրանք արագ հեռացան պալատից եւ ահա մի բան պատահեց։ Աղ, ոտքս։ Մեմփիփոստեն այնպես ընկավ, որ չէր կարողանում քայլել։ Պատկերացրու, այս պատահարի պատճառով նա 2 ոտքերից էլ կաղ դարձավ։ Դա նրա ամենատխուր օրն էր։ Սկզբում նրա հայրը մահացավ, իսկ հետո նրանք պետք է փախչեին։ Իսկ հիմա այսպիսի դեպք տեղի ունեցավ, եւ նա այլևս տուն էլ չուներ ապրելու։ Որոշ ժամանակ անց փախստականները հասան Լադաբար։ Այն նշանակում է աննշան, անարժեք։ Ինչ-որ կերպ դա համապատասխանում էր Մեմփիփոստեին։ Հանկարծ նրա կյանքը կորցրեց իմաստը։ Անշուշտ նա կարծում էր, որ այլևս ոչ մի բանի պիտանի չէ։ Երբեմն քեզ աննշան զգում ես։ Դու լավագույնը չես դասարանում, ոչ մի ռեկորդ չես կարող գրանցել սպորտում, եւ դրա համար էլ մտածում ես, որ մնացած բոլորը ավելի լավն են ու սիրված, քան դու։ Հասկանում ես Մեմփիփոստեին։ Նա երկար տարիներ այդպես ապրեց Լադաբարում։ Դավիթը նրա հայրիկի լավագույն ընկերն էր։ Երբ նա դարձավ Իսրայելի թագավորը, մտախոհ քայլում էր պալատում։ Սիբա, իմ ծառա, Սավուղի ընտանիքից դեռ ինչ-որ մեկը ողջ է։ Այո, Հովնաթանի որդի կաղ Մեմփիփոստեն։ Որտեղ է նա հիմա։ Նա Լադաբարում է ապրում։ Թե ինչ է պատրաստվում Դավիթ թագավորն անել, կիմանաս հաջորդ թողարկմանը։ Մեզ հետ կարող ես կապվել hypocrite@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։